Էջմիածնի 4-րդ դպրոցի բակն ամեն տարի այս օրը վերածվում է պարահրապարակի։ Բարի միջազգային օրվա առիթով այստեղ մրցելություններ են կազմակերպվում։ Պարացանկում հիմնականում հայկական ազգագրական եւ ծիսական պարեր են։ Կարնո Քոչարի, Թամզարա, Վերբերի, Փափուռի, սա ամբողջական պարացանկը չէ։ Հոգնել չկա, պարում են բոլորը սիրով ու մեծ բավականությամբ։ Ավելի շատ պարում եմ ազգային ու հայկական պարեր, բայց լինում է, որ պարում եմ այլ ազգի պարեր էլ։ Օրինակ վրացական, ռուսական։ Իմ առօրյան առանց սրա չեմ պատկերացնում։ Ես շատ եմ սիրում պարը, պարը ինձ ազատեց բարդություններից, ես ինձ ավելի լավ եմ զգում, ազատ եմ զգում պարելով։ Ավելի քան 500 պատանիներ ու աղջիկներ համերաշխության իրենց ուղերձն են հղում, ցուցադրելով ազգային պարի վեհությունը, բազմազանությունն ու գեղեցկությունը, մեծարում են պարը որպես արվեստի ամենասիրելի եւ հանրամատչելի միջոց։ Պարը կարծես ոնց որ հոգու ճիշտ լինի եւ պահելով նրանք բացվում են եւ չգիտեմ ավելի ազատ են դառնում։ Պարը միջոց է, որ այդ երեխան, տվյալ երեխան նաեւ շփվի մեկ այլ երեխաների հետ, ձեռք ձեռքի բռնեն, մեկը մյուսի ջերմությունը, մեկը մյուսի էներգիան ստանան, դառնալ միասնական, դառնալ փոխըմբռնող, հանդուրժող, մեկը մյուսի մասին հոգ տանող։ Կարևորություն է տրվել հատկապես ծիսական պարերին, որոնք պահանջարկ են վայելում նույնիսկ ժամանակակից աշխարհում, հատկապես տոնական արարողությունների եւ հարսանիքների ժամանակ։ Պարային շարժումների միջոցով այս երեխաները ներկայացնում են գործողություններ, փոխանցում զգացողություններ, արտահայտում իրենց երախտիկը անվրդով կյանքի համար։ Այսպիսի միջոցառումների շնորհիվ է, որ մենք հասկանում ենք, որ պարը սովորական մի լեզու չէ, պարը մի լեզու է, որտեղ ուղղակի խոսքերն ավելորդ են եւ պարը մի աշխարհ է, որը որ միավորում է մարդկանց անկախ տարիքից եւ մասնագիտությունից։ Շնորհավորում եմ պարի միջազգային օրը, մաղթելով, որ պարը միշտ մնա մեր հոգու խոսքը, մեր մշակույթի շունչն ու մեր սրտի խոսքի ամենագեղեցիկ արտահայտչամիջոցը։ Այսօրվա ուղերձն այն է նախ առաջին հերթին, որ պարող երեխաները լինեն իրենց զբաղվածության, այսինքն իրենց մասնագիտության մեջ արժևորված, իրենք իմանան, որ հատուկ իրենց համար կա համաշխարհային միջազգային տոն, օր, եւ իրենք կարծես ինչով որ զբաղվեն, ավելի երջանիկ կլինեն այդ օրը։ Յուրաքանչյուր պար ուղեկցվում է դրա ստեղծման եւ տարածման մասին տեղեկատվական փոքրիկ պատմություններով։ Կազմակերպիչները հոգացել են, որ հանդիսատեսը նույնպես որևէ բան սովորած հեռանա պարահրապարակից։ Ձախ ենք վերադառնում, աչքն է միանում, ձախ ենք գնում, աչքը խաղացող թաթ։ Նրանց համար էլ վարպետաց դաս է կազմակերպել ընդամենը մի քանի րոպե եւ ներկաները հանդիսատեսից դառնում են մասնակից, շատ արագ յուրացնելով Կարնո Քոչարու շարժումները։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ, թող ազգային ոգին թևածի ոչ միայն այսպիսի օրերում, այլ հավերժ թևածի ազգային ոգին, որովհետև ազգային ոգին է, որ ազգը պահում է ազգ եւ տանում է դեպի առաջ։ Պարի միջազգային օրը նշվում է 1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Այն հնարավորություն է միավորել մարդկանց խաղաղության եւ բարեկամության շուրջ եւ միմյանց հետ շփվել բոլորին հասկանալի լեզվով։ Հայկ Շասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։